Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ։ Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Հարևան Իրանում կարևոր իրադարձություններ կարող են տեղի ունենալ։ Խոսքը առաջին հերթին վերաբերվում է ներքաղաքական իրավիճակին։ Առաջին այսքից կարող է թվալ, թե աչքի համար անտեսանելի իրավիճակ է այնտեղ ստեղծված եւ այն իրադարձությունները, որոնց մասին խոսվում է, կարող են եւ մեծ հաշվով չհետաքրքրել Հայաստանի բնակիչներին, բայց սա առաջին հայացքից։ Քանզի այն, ինչի մասին խոսվում է իրանական մամուլում, մեզ էլ է վերաբերվում։ Խոսքն այն մասին է, որ մեծ հավանականությամբ Իրանի նախագահը կարող է հրաժարական տալ, իսկ կառավարության ղեկավար կարող է նշանակվել Ալի Լարիջանին։ Մենք շատ ենք խոսել այն մասին, որ Իրանի հոգևոր եւ քաղաքական իշխանությունների միջև կան խորը տարաձայնություններ, եւ պատճառը առաջին հերթին արտաքին քաղաքական առաջնահերթություններն են։ Իրանի նախագահ Փեզեշքյանը որդեգրել է մի ուղղություն, որով ենթադրվում է Իրանի միջուկային ծրագրի հետ կապված գնալ բանակցությունների արևմուտքի հետ եւ արևմուտքի ճնշման տակ հասնել նրան, որ Իրանը հրաժարվի Իրանի միջուկային ծրագրից, բայց դրա փոխարեն պատժամիջոցները վերացվեն։ Սա բնականաբար հակասում է այն քաղաքականությանը, որը փորձում է վարել Իրանի հոգևոր առաջնորդը, եւ դա պատահական չէ։ Իրանի հոգևոր առաջնորդը միշտ է պարզեցել, որ միջուկային ծրագիրը հենց իր հոգեզավակն է, եւ ինքը մեծ ջանք է գործադրել Իրանի միջուկային ծրագրի կայացման հարցում։ Եվ հիմա, երբ ըստ էության Իրանը կանգնած է միջուկային զենք ստեղծելու նախաշեմին, հրաժարվել այդ ամենից որևէ երաշխիք չունենալով եւ միայն այն խոստումով, թե պատժամիջոցները կարող են վերացվել, սա կլինի մանկամտություն։ Բացի այդ, այստեղ խնդիրը միայն պատժամիջոցները չեն։ Իրան պետության գոյությունն է Իսրայելի համար սպառնալիք։ Ցանկացած քաղաքական իրավիճակում Իրանը Իսրայելի համար շարունակելու է մնալ սպառնալիք։ Հսկայական պետություն մահմեդական բնակչությամբ շիադավան, որը մեծ ազդեցություն ունեցել է եւ ըստ էության շարունակելու է ունենալ շիադավան աշխարհում։ Հետեւաբար Իսրայելի համար Իրանի խնդիրը միայն միջուկային խնդիրը չէ։ Իսկ քաղաքական առումով տարաձայնությունները ըստ էության կարող են բերել իշխանափոխության, այդ մասին մեծ ինտենսիվությամբ քննարկվում է Իրանի մեդիադաշտում։ Իսկ այն, որ քննարկվում է եւ այն, որ պատճառներ կան, կարծում ենք բոլորիս համար է ակնհայտ։ Մենք շատ ենք խոսել այդ մասին։ Սկսած տնտեսական սխալ քաղաքականություն, կառավարման թերություններ, որոնք հանգեցրին նրան, որ այսօր Թեհրանը կանգնած է տարհանման վտանգի առաջ, քանի որ ջրային պաշարները սպառվել են։ Եվ եթե մոտ շրջանում կտրուկ քայլեր չձեռնարկվեն, ապա կարող է խոսք գնալ Թեհրանի բնակչության տարհանման մասին։ Բացի այդ, 12-օրյա պատերազմը Իսրայելի եւ Իրանի միջև շատ խնդիրներ բացահայտեց հենց Իրանի ներսում։ Այն ցանցը, որ ուներ Իսրայելը, խոսքը լրտեսական ցանցի մասին է, իր սև գործն արեց եւ այն վնասները, որ կրեց Իրանը եւ այն կորուստները, որ տվեց հատկապես Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, շատ վերլուծաբաններ վերագրում են հենց նախագահ Փեզեշքյանին եւ նրա վարած թույլ քաղաքականությանը։ Սիրիայի կորուստը եւս, Հեզբոլլահի թուլացումը, Իրաքի շիա աշխարհազորայինների թուլացումը, անընդհատ հարձակումները Եմենի ուղղությամբ, այս ամենի մեղավորը ըստ Իրանի պահպանողական թևի հանդիսանում է առաջին հերթին նախագահ Փեզեշքյանը, քանի որ նա գնում է պայմանավորվելու քաղաքականության ուղղությամբ եւ փորձում ամեն ինչ անել, որպեսզի Միացյալ Նահանգները գնան Իրանի հետ հարաբերությունների կարգավորման, դրա դիմաց պատրաստ լինելով զիջել ամեն ինչ։ Ինչևէ, սպասենք տեսնենք, թե իրադարձությունները ինչպես կզարգանան, քանզի մեզ համար սա եւս կարեւոր է։ Բարեփոխիչ Փեզեշքյանը ոչ մի վատ բան չի տեսնում Թրիպի հետ կապված, Տրամփի մայրուղու հետ կապված, բայց չունենք երաշխիք, որ օրինակ Փեզեշքյանից հետո եթե պահպանողականները կրկին վերադառնան իշխանության, ինչպես եղավ նախագահ Ռայիսիի ժամանակ, Իրանը ավելի կկոշտացնի իր քաղաքականությունը եւ մեծ հաշվով կարող է չհամաձայնվել Թրիպի ստեղծմանը առհասարակ։ Իսկ սա արդեն Հայաստանի համար լրջագույն խնդիր է ստեղծելու այն առումով, հատկապես այն շրջանակների, որոնք բանակցել են Միացյալ Նահանգների հետ, որ նրանք պետք է ինչ-որ կերպ համոզեն կամ փորձեն հիմնավորել Միացյալ Նահանգներին, թե ինչու Թրիպը չի կարող իրականացվել։ Բայց վստահ ենք, որ ոչ մի իշխանություն չի գնա Իրանի հետ հարաբերությունների սրման, քանզի շատ լավ հասկանում է, որ տարածաշրջանում Իրանը լրջագույն ուժ է իրենից ներկայացնում, ավելին, Իրանն այսօր հանդիսանում է Սյունիքի հայկականության լինելու հիմնական երաշխավորը, եւ նաեւ Իրանը հանդիսանում է այն պետությունը, ով միշտ է դեմ եղել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությանը, հատկապես որ Այաթոլլան այդ քաղաքականության կողմնակիցն է եւ դա առաջնորդողը։ Այաթոլլան նաեւ հիշեցնեմ, հենց Էրդողանի հետ հանդիպման
հանդիպման ժամանակ էր հիշեցրել եւ կոչ արել չմտածել Հարավային Կովկասի սահմանները փոփոխության ենթարկելու մասին, կոչ արել չփոխել հայ-իրանական դարավոր սահմանը, քանզի այն Իրանի համար ունի ռազմավարական նշանակություն։ Այնպես որ Իրանում տեղի ունեցող կամ ապագայում տեղի ունենալիք ներքաղաքական փոփոխությունները կամ ներքաղաքական իրավիճակի սրացումը մեզ համար եւս ունի շատ մեծ նշանակություն եւ կարեւորություն։ Սպասենք տեսնենք, թե իրադարձությունները այս ուղղությամբ ինչպես են զարգանալու։ Մյուս թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Մերձավոր Արևելքի հետ է կապված։ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը գտնվում Բեն Սալմանը, այս պահին գտնվում է Վաշինգտոնում, որտեղ հանդիպումներ է ունեցել Թրամփի հետ։ Իրանական եւ արաբական լրատվամիջոցները նշում են, որ Բեն Սալմանը իր հետ տարել է նաեւ Փեզեշքանի նամակ ուղղված Թրամփին, որով վերջինս իբր կոչի անում բանակցություններ սկսել հարաբերությունները կարգավորելու համար։ Այս փաստի մասին խոսում է այն խոսակցությունը, որ եղավ Բեն Սալմանի եւ Թրամփի միջեւ։ Թրամփը նշեց, որ եթե Իրանը ցանկանում է խաղաղություն եւ եթե Իրանը ցանկանում է բանակցություններ վարել, ապա վատ չէր լինի նրա հետ սկսել այդ բանակցությունները։ Սրանով ըստ էության հիմնավորելով եւ ապացուցելով այն լուրերը, որ Փեզեշքանը ամեն դեպքում ինչ որ գրություն Բեն Սալմանի հետ ուղարկել է։ Իսկ երկրորդ հարցը, թե ինչու է Բեն Սալմանը այդքան շահագրգռված Իրանի հարցով, չէ՞ որ երկկողմ բանակցությունների ժամանակ կան բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերվում են ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերություններին, բայց Բեն Սալմանը շատ լավ հասկանում է, որ եթե ռազմական գործողությունները վերսկսվեն տարածաշրջանում եւ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը կրկին հարվածեն Իրանին, ապա այս անգամ պատասխանը շատ ավելի կործանարար կարող է լինել ողջ տարածաշրջանի համար։ Խոսքը Իրանի պատասխանի մասին է։ Եվ այնպես ինչպես Իրանը հարվածեց Քաթարում ամերիկյան ռազմակայաններին, կարող է հարվածել նաև Սաուդյան Արաբիայում տեղակայված ամերիկյան օբյեկտներին։ Իսկ սա չի մտնում Բեն Սալմանի պլանների մեջ։ Արաբական աշխարհը սովորել է, որ իրենք կարող են խաղաղ ապրել, զարգանալ եւ հարստանալ միայն այն պարագայում, եթե իրենց տարածքում չլինեն ռազմական գործողություններ։ Քանզի շատ լավ հասկանում են, որ իրենց ռազմական ուժերը, որոնք զինված են վերջին տեխնիկայով, բայց մարտունակության առումով զգալիորեն զիջում են օրինակ Եմենի հուսիտներին, ինքնուրույն որևէ ռազմական օպերացիա իրականացնել չեն կարող, այն էլ երկիրը պաշտպանելուն ուղղված ռազմական օպերացիա։ Դրա համար Բեն Սալմանը նախընտրում է պայմանավորվել, նախընտրում է միջնորդ հանդիսանալ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև, ամեն ինչ անել եւ ամեն ինչ խոստանալ Թրամփին, միայն թե տարածաշրջանում նոր պատերազմ չլինի։ Այնպես որ իրադարձությունները այստեղ եւս շատ հետաքրքիր ուղով են զարգանում եւ սպասենք տեսնենք, թե դրանք ինչ ավարտ են ունենալու։ Եվ վերջին թեման, որին ցանկանում եմ այսօր անդրադառնալ, Ուկրաինայի հետ է կապված։ Ուկրաինական ճգնաժամը կա վտանգ, որ կարող է արտահանվել հարևան պետություններ։ Օրինակ, Լեհաստանում մի քանի օրվա տարբերությամբ երկու անգամ պայթեցվել է կամ վնասվել է Վարշավա-Լյուբլյանա երկաթուղին, որը տանում է դեպի Ուկրաինա։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը արդեն մեղադրել է Ռուսաստանին, նշելով, որ այն անձինք, որոնք իրականացրել են երկաթգծի վնասումը, ազգությամբ ուկրաինացիներ են, որոնք բնակվում են Լեհաստանում, բայց դա արել են ըստ Տուսկի Մոսկվայի թելադրանքով։ Ինչևէ, սա լուրջ ազդանշան պետք է լինի Լեհաստանի իշխանություններին, ում թելադրանքով էլ դա եղած լինի, անկախ այն հանգամանքից դա Մոսկվան է հրահանգել իրականացնել, թե ուկրաինացիներն են սեփական նախաձեռնությամբ վնասել երկաթուղին։ Դա նշանակում է, որ Լեհաստանը պոտենցիալ հակառակորդների շարքում է լինում եւ ըստ էության մեծ վտանգի տակ։ Քանզի չմոռանանք, որ հենց լեհական Ժեշու օդանավակայանն է հանդիսանում այն հզոր հաբը, որով մատակարարվում է Միացյալ Նահանգներից ժամանող զենքը դեպի Ուկրաինա։ Հետևաբար սա նաև ազդանշան է Լեհաստանի սահմանափակել իր ակտիվությունը ուկրաինական ուղղությամբ։ Սա նաև կարող է մեծ ազդեցություն ունենալ հենց Տուսկի հեղինակության վրա, քանզի նույն Լեհաստանի բնակիչները արդեն կարող են բարձրացնել հարց, որ Տուսկի քաղաքականությունը հենց վտանգում է իրենց երկրի եւ իրենց քաղաքացիների անվտանգությանը։ Ինչևէ, հետաքրքիր զարգացումներ են եւս այս ուղղությամբ տեղի ունենում եւ սպասենք տեսնենք, թե իրադարձությունները ինչ ընթացք են ունենալու։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք եթերում։